շատ առանձնագեր ունենք կրթական համակարգում եւ նաեւ առողջապահության ազատումների հետ կապված, որոնք կապված են քաղաքական պատճառներով եւ այս կենտրոնի փոխտնօրենը ահազանգում է, որ իր ձեր ցուցումով է իր աշխատանքից ազատվել։ Համենայն դեպս պարոն Բաղարյանը նրան ասել է, որ իրեն ասել են, որ ազատ է, ոսկի 30 տարվա փոխտնօրենի մասին է, որ մինչև այդ իր պնդմամբ որևէ նկատողություն եւ վերապահում իր աշխատանքի հետ կապված չի եղել։ Ուղղակի այստեղ ուզում հասկանամ, թե ով ճիշտ չի խոսում։ Դուք ցուցում տվել եք, թե ոչ, պարոն Բաղարյանը ում եք։ Կներեք, բայց ես մի րոպե, ներողություն եմ, սա իմ ասուլիսն է, ես կխնդրեմ այստեղ հակադարձ հարցաքննության չվերածել, եթե պարոն Բաղարյանին հարց կունենաք, ձեր իրավունքների շրջանակներում հարցում կուղարկեք պարոն Բաղարյանին, կպատասխանի պարոն Բաղարյանը, այս պահին ինձ հարցը խնդրեմ ուղղեք։ Դուք ցուցում տվել եք պարոն Բաղարյանին աշխատանքից հեռացնել Լիլիթ Ղազարյանին, Էդգար Ղազարյանին։ Ուրեմն արդեն 2 տարի է Դեղերի փորձագիտական կենտրոնը մինչ այդ հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերություն ուներ լրիվ այլ կառուցակարգ, կազմված էր 2 առանձին հատվածներից, լաբորատոր առանձին ստորաբաժանում եւ այլն եւ այլն։ Մենք այս ընթացքում շատ երկար կառուցվածքային փոփոխություններով ենք անցել։ Դեղերի փորձագիտական կենտրոնը ՓԲ-ից վերածվել է ՊՕԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակն ու կառուցվածքը, սրա հիման վրա ազատվել են աշխատանքից մի շարք աշխատակիցներ եւ այս աշխատանքները կառուցվածքի փոփոխության, հաստիքների վերանայման եւ ընդհանուր առմամբ մեր կենտրոնում նոր կադրային քաղաքականություն վարելու շարունակական է, սկսվել է 2 տարի առաջ եւ շարունակվելու է հաջորդիվ։ Տիկին Ղազարյանը այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը։ Հաջորդիվ, բա հենց ես դա եմ ասում, մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ շատ իհարկե կարող է ձեզ համար զարմացնում է, որ նաև պետությունն է պարտվում դատարանում, այո լինում են, սա իրավական գործընթաց է, ի վերջո մենք էլ պարտադրված ենք դատարանի կողմից կայացված վճիռներով, մենք մեր տեսակետը կներկայացնենք, եթե գնա դատարան, իր տեսակետը կներկայացնի դատարանը, կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ կամ ինչ որ որոշի։ Հաջորդիվ, սա մեր քաղաքականությունն է։ Եթե Տիկին Ղազարյանի կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի եւ կիրականացնեի 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ եւ այլն եւ այլն։ Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ եւ իրականության աղավաղում չանել։ Սա պարզ գործընթաց է։ Հարց եմ ուղղում, իսկ ինչի նախորդիվ ազատվածների մասին չեք բարձրաձայնում։ Նրանք մարդ չէին, այսինքն միայն Տիկին Ղազարյանն է, որ աշխատել է փորձագիտական կենտրոնում եւ երբևէ աշխատանքից ազատվել է։ Անհասկանալի է։ Դուք հունվարին հաստիքացուցակ եք հաստատել այս Այո։ երկու փոխտնօրեն է սահմանված։ Հիմա դուք խոսում եք ռեֆորմների մասին, որոնք երկու քանի տարի ելնում են, բայց փաստ է, որ հունվարին սահմանված հաստիքացուցակով այս կենտրոնը ունեցել է երկու փոխտնօրեն։ Եվ ինչն էր ինձ խանգարում դեկտեմբերին որոշել Տիկին Ղազարյանի քաղաքական հայացքներից ելնելով սահմանել այլ հաստիքացուցակ։ Ինչով է ես քաշկանդված եւ եթե դուք դրա հետ եք կապում, բացարձակ ձեր արգումենտը ուժ չունի։ Բա Դա ես էլ ասացի, հիմա կապում է, թե չի կապում, դա արդեն իր խնդիրն է։ Ես մանիպուլյացիայի մեղադրանքը լրագրողին ուղղված չէ, դուք հարց եք բարձրացնում, ես էլ ձեր հարցին ի պատասխան այն պատճառով, որ չի հիմնավորվել, այսինքն մարդու համար, որը 30 տարի աշխատել է այս կենտրոնում եւ նրա հետ աշխատած բոլոր ընկերությունները, որոնք որ գործ են ունեցել նրա հետ, համարում են, որ այս կենտրոնում նա բացառիկ պրոֆեսիոնալ է։ Դե թող հրավիրեն իրենց կենտրոն աշխատելու, ժողովուրդ ջան։ Ես փոխանցում եմ այն, ինչ ասել են։ Եվ քանի որ դուք էլ չեք հիմնավորում, դրա համար հարցը պարբերաբար ծագում է։
Ուրեմն ես հիմնավորեցի իմ պատասխանը, եթե ձեզ կամ ինչ-որ մեկին չի բավարարում, դա արդեն իրենց խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության մի գործատու դեղերի փորձագիտական կենտրոնն է, մի գործատու էլ այլ անձինք են, եւ կարող են ազատ հրավիրել իրենց մոտ աշխատանքի։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, ես հարցի պատասխանեցի։ Նախարարը կադրային քաղաքականությունը իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում, ես ձեզ բերեցի մանրամասն հիմնավորումներ, հավելյալ ասելու բան չունեմ։ Դե դիմեք կհասկանաք։ Ուզում եք 13 անգամ կրկնեք հարգելիս։ Ու 14, 44, 64 չեք այում։ Ես պատասխանեցի։